Ուրեմն ես չեմ ասի, թե ինչքան լավ են մերոնք, այսինքն մենք ես բոլորս, ես նաև չեմ ասի ինչքան վատ են նիկոլիստները, շատ մտահոգող մի թեմայի մասին եմ ուզում բարձրացնեմ, իհարկե սա հարց չի, հայտարարություն է, բայց եթե պատասխանը լինի, դիրքորոշումը լինի, շնորհակալ կլինեմ։ Ճիշտն ասած, արդեն ակնհայտ է, որ մի 10-12% իրենք հազիվ կտանեն, ուրեմն այս պարագայում այդ ամեն ինչ իրանք էլ են շատ լավ հասկանում։ Ու դիմելու են ամեն խարդախության, ու առաջի հերթին այս ընտրակեղծարարություններ, ամենատարբեր ընտրախարդախություններ, ես կարծում եմ, որ պետք է այդ մասին շատ լինի են պաշտպանության գործիքների մասին, ինչպես է պետք կարծում եմ այդ մասին կունենաք մշակած մեխանիզմներ։ Շնորհակալություն։ Այդ հարցին ես պատասխանում Ժորժ ջան։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրաձայնում։ Սրանք նախ առաջի բանը փորձում են տպավորություն ստեղծել, որ մեր դեմ խաղ չկա, ինչ է լինի մենք հաղթելու ենք, ժողովրդի մեջ խոսակցություն կա, որ նույնիսկ պարտության դեպքում իշխանությունը չեն տա, շատ ուղիղ ասում են գլուխները պատին կտան պատրաստ է, այո, այդ հարցը մեր օրակարգում կա, իմիջիայլոց այդ հարցում նաև պարզ ասում եմ, համագործակցելու ենք ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ, հրապարակային այդ առաջարկությունը արել ենք, մեր գործընկեր կուսակցությունները ևս գտնում են դրա կարևորությունը եւ անհրաժեշտությունը։ Ժորժ ջան, Հայաստանում կա 2000 ընտրական տեղամաս։ Այդ 2000 ընտրական տեղամասերում մենք ունենք երկուական հանձնաժողովի անդամ ու ասում, նաև մենք ստեղծել ենք համակարգ, որ մեր հանձնաժողովի անդամները եւ վստահված անձերը համապատասխան հեռախոսներով եւ բոլոր ընտրախախտումները անմիջապես արձանագրելու են, րոպեներ հետո կենտրոնացված այդ բոլոր տվյալները մեր մոտ լինելու է, ամբողջ մեխանիզմները ստեղծել ենք, հասկանալով եւ գիտակցելով, որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է, ամեն ապօրինության գնալու է ընտրախախտումներ անելու համար։ Իսկ մեր գործն էլ այդ ընտրախախտումները կանխելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թող գնան ընտրատեղամաս, մերժեն այդ արյունոտ քվեաթերթիկը, ընտրեն մեզ, մենք ձեր քվեն պահելու ենք ու պահելու ենք միասին, վստահ եղեք։ Ժողովուրդ ջան, եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Ես Արցախից եմ, Ազգանուս Քոչարյան, տեղահանվել եմ 23 թվականին, ընտանիքով ապրում ենք Սիսիանում, 7 հոգի ենք, ուզում եմ իմանալ, Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի մեծ հավանականությամբ, ամենայն լրջությամբ, այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կաֆանում եւ հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։ Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է, Արցախը, Հայաստանը եւ վերջ, ավելին միացում էր գոռում։ Հետո տեսանք ինչ եղավ։ Հիմա իսկապես վճռական պահ է։ Այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին, իսկապես շառ է։ Իդեպ Արցախի կորուստը մենք 22 թվականին Ֆրանսիայի հրապարակում 1.5 ամիս անդադար գիշեր ցերեկ ասում ենք վտանգ կա,
Ամեն ինչը ես հիշեցնեմ, սկսվել է մեկ նախադասությունից։ Խորհրդարանը ինքը ասել է Արցախի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք։ Հիշում եք։ Նշաձողը իջեցումը մենք արդեն իրեն ճանաչելով հասկացանք ինչ է սա նշանակում։ Դուրս եկանք հրապարակ, չկարողացանք բավարար մարդկանց հավաքել, համոզել։ Եվ հենց Ֆրանսիայի հրապարակի շարժումը մարվեց հունիսին, հոկտեմբերի 6-ին ինքը գնաց եւ ստորագրեց այդ տխրահրճակ հայտարարությունը, որով ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Նայեք, ինչ կատարվեց։ Եվ դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Այս մարդի ամեն մի հայտարարությունը ողբերգությունը բերում իր հետևից։ Դրա համար Սյունիքի հարցով պետք է զգոն լինենք եւ որևէ կերպ, որևէ հնարավորություն ԿՊ-ին չտալ։